կաթ, կաղամբ, բրինձ, հաց, շաքար, խնձոր, տավարի միս, ձու, կարտոֆիլ, պանիր, լոբեղեն, բուսական յուղ, մարգարին, կատնաշոր, մակարոնեղեն, ձուկ, ալյուր։ Սա այն նվազագույն պարենային զամբյուղն է, որն ըստ հաշվարկների պետք է ինձ կամ ձեզ առողջ մնալու համար։ Թե ինչ կա այդ զամբյուղում որոշել եւ մշակել է Հայաստանի առողջապահության նախարարությունը դեռ 1998 թվականին։ 28 տարվա ընթացքում այդ զամբյուղում փոխվել են միայն ապրանքների միջինացված արժեքները։ Այս զամբյուղը հաշվարկվում է այնպես, որ մարդ օրական ընդունի 2412 կալորիա սնունդ։ Այս մթերքները գնելու համար 2025-ի միջին ընթացի գներով ինձ անհրաժեշտ է 42614 դրամ։ Իսկ եթե ես ստանում եմ 75000 դրամ նվազագույն աշխատավարձ եւ ծախսում 42614 սննդի վրա, ապա ստացվում է, որ ինձ մնում է 32386 դրամ մնացած բոլոր անհրաժեշտ ծախսերի համար։ Եթե այս պարենային զամբյուղին ավելացնենք նաեւ ինձ անհրաժեշտ այդ ծախսերը, օրինակ տրանսպորտ, կոմունալ ծառայություններ, անհրաժեշտ հագուստ, դեղորայք, կենցաղային պարագաներ, ապա այն արդեն կդառնա նվազագույն սպառողական զամբյուղ։ Նվազագույն սպառողական զամբյուղը հաշվարկվում է այսպես. պարենային զամբյուղի արժեքը բազմապատկվում է 1,85-ով։ Ընթացիկ գներով այն այժմ կազմում է 78836 դրամ։ Այսինքն մարդու սննդի համար եթե անհրաժեշտ է օրինակ 10000 դրամ, ապա 8500 դրամ էլ կծախսի այլ անհրաժեշտ կարիքների վրա։ Իսկ եթե մարդու եկամուտները բավարար չեն նվազագույն սպառողական զամբյուղի ծախսերը հոգալու համար, ապա նա համարվում է աղքատ։ Նվազագույն աշխատավարձը 2016-ի համեմատ այժմ բարձրացել է 20000 դրամով։ Այդ ժամանակ սպառողական զամբյուղի արժեքը եղել է 54753 դրամ։ Հետագա տարիներին, երբ բարձրացել է նվազագույն աշխատավարձը, բարձրացել են նաև կաթի, կաղամբի, հացի, տրանսպորտի եւ սպառողական զամբյուղում գտնվող մյուս մթերքների եւ ծառայությունների արժեքները։ Ստացվում է, որքան էլ բարձրանում է նվազագույն աշխատավարձը, միևնույն է, մարդ դրանով կարողանում է միայն օգտվել սպառողական զամբյուղից, ոչ ավելին։ Իսկ արդյոք դու մեկ ամսում միայն ուտում ես